Երբ արևը հասնում է իր գագաթնակետին և գիշերները կարճանում են, բնությունն ու ճակատագիրը սկսում են խաղալ նոր գույներով։ Հունիսը այն ժամանակն է, երբ երկնային մարմինները բացահայտում են իրենց գաղտնիքները, բացելով դռներ նոր հնարավորությունների և փոփոխությունների համար։ Այս ամիս աստղերը կարծես շշնջում են առաջիկա կերպարանափոխությունների մասին, հրավիրելով մեզ նայել մեր մեջ և պատրաստվել կարևոր իրադարձությունների։ Հունիսի ծաղկող էներգիայի հորձանուտը հատկապես նկատելի է նրանց համար, ովքեր պատրաստ են լսել ճակատագրի կանչը և քայլ անել դեպի փոփոխություն։ Յուպիտերի անցումը Խեցգետնի համաստեղություն նոր դարաշրջանի սկիզբ է։ Հունիսի 10-ին Յուպիտեր մոլորակը, բախտի, ընդլայնման և հոգևոր աճի խորհրդանիշը լքում է երկվորյակների համաստեղությունը և անցնում է Խեցգետնի նշանի մեջ։ Այս աստղագիտական տեղաշարժը նման է նախկինում ստվերում մնացած խորը զգացմունքների և ինտուիցիայի զարթոնքի։ Յուպիտերը Խեցգետնի մեջ լցնում է սիրտը ջերմությամբ և հոգատարությամբ, ամրապնդում է ընտանեկան կապերը և օգնում է ամրապնդել տունը։ Այս ժամանակահատվածում շատերը կզգան ներքին վերելք, սիրելիների մասին հոգ տանելու և հարմարավետություն ստեղծելու ցանկություն։ Այս իրադարձության ազդեցությունը հատկապես նկատելի է նրանց համար, ովքեր ներդաշնակություն են փնտրում անձնական կյանքում և ձգտում են հոգևոր զարգացման։ Լիալուսին աղեղնավորի համաստեղությունում իրական նպատակների բացահայտման պահը հունիսի 11-ին երկնքում կբարձրանա պայծառ լիալուսին աղեղնավորի նշանով։ Այս լույսնի լույսը կլուսավորի ձեր խորագույն երազանքներն ու նկրտումները, ընդգծելով իմաստ գտնելու և հորիզոնները ընդլայնելու կարևորությունը։ Լիալուսինը այն ժամանակն է, երբ թաքնված ցանկությունները դուրս են գալիս մակերես և ներքին հակամարտությունները կարող են հասնել իրենց գագաթնակետին։ Աղեղնավորը որոնումների և արկածների խորհրդանիշը կօգնի ձեզ պարզություն գտնել և նոր նպատակներ սահմանել։ Այս պահին կարևոր է լսել ձեր ինտուիցիային և չվախենալ համարձակ քայլեր ձեռնարկել դեպի ձեր երազանքները։ Արևադարձը հավասարակշռության կետ է և նոր ցիկլի սկիզբ։ Հունիսի 21-ին արևը հասնում է իր ամենաբարձր կետին կենդանակերպի մեջ, որը նշանավորվում է ամառային արևադարձը։ Այս օրը առավելագույն էներգիայի և ներուժի խորհրդանիշ է, երբ լույսը գերակշռում է խավարին, և բնությունը լցվում է ուժով նոր սկիզբների համար։ Արևադարձը ժամանակ է գույքագրման և նոր նպատակներ սահմանելու, քանի որ ապագա հաջողության հիմքերը դրվում են հիմա։ Ներքին հավասարակշռությունն ու ներդաշնակությունը կլինեն այս ժամանակահատվածի էներգիայի առավելագույնս օգտագործելու բանալիները։ Թող այս օրը դառնա ձեզ համար նոր բարձունքների և նվաճումների մեկնարկային կետ։ Երկվորյակներ։ Երկվորյակների համար հունիսը կլինի այն ժամանակը, երբ նրանց հետաքրքրությունն ու նոր բան սովորելու ցանկությունը կհասնեն գագաթնակետին։ Յուպիտերի անցումը Խեցգետնի նշան կբացի դռները դեպի նրանց ներքին աշխարհը, կամրապնդի նրանց կապը ընտանիքի և տան հարմարավետության հետ։ Աղեղնավորների համաստեղությունում լիալուսնի ազդեցությունը կօգնի ձեզ պարզություն ձեռք բերել ձեր անձնական նպատակների և երազանքների հարցում, իսկ արևադարձը կտա ձեզ էներգիա ձեր ծրագրերը իրականացնելու համար։ Այս ամիսը երկվորյակների համար հնարավորություն է վերանայելու իրենց առաջնահերթությունները և կարևոր քայլեր ձեռնարկելու ներդաշնակության և զարգացման ուղղությամբ։ Խեցգետիններ։ Խեցգետինները կզգան Յուպիտերի հատուկ աջակցությունը, ինչը կբարձրացնի նրանց ինտուիցիան և հուզական խորությունը։ Լիալուսինը աղեղնավորի համաստեղությունում կօգնի նրանց հասկանալ իրենց իրական ցանկությունները և որոշել կյանքի նոր ուղղությունները։ Արևադարձը ձեզ հնարավորություն կտա գտնել ներքին հավասարակշռություն և լիցքավորել ձեր մարտկոցները նոր սկիզբների համար։ Խեցգետինների համար հունիսը այն ամիսն է, երբ սիրելիների նկատմամբ նրանց հոգատարությունն ու սերը կդառնան ապագա բարեկեցության գրավականը։ Ժամանակն է ամրապնդել ընտանեկան կապերը և հոգևոր աճը։ Կույսեր։ Կույսերը կզգան Յուպիտերի ազդեցությունը Խեցգետնի մեջ որպես հնարավորություն խորանալու իրենց ներքին ռեսուրսների մեջ և ամրապնդելու հուզական կայունությունը։ Լիալուսինը աղեղնավորի համաստեղությունում կօգնի նրանց նոր նպատակներ սահմանել և ընդլայնել անձնական զարգացման հորիզոնները։ Արևադարձը կլինի այն պահը, երբ կույսերը կկարողանան ամփոփել իրենց կարծիքը և հիմք դնել ապագա հաջողությունների համար։ Այս ամիսը հնարավորություն է ինքնակատարելագործման և ներքին ներդաշնակություն գտնելու համար։ Աղեղնավորներ։
Աղեղնավորները լիալուսնի ազդեցությունը կզգան ինչպես երբեք, ինչը նոր հորիզոններ կբացի նրանց համար եւ կօգնի պարզություն ձեռք բերել իրենց նպատակների հարցում։ Յուպիտերի անցումը խեցգետնի մեջ կբարելավի նրանց ինտուիցիան եւ հուզական խորությունը, իսկ արևադարձը կապահովի նոր սկիզբների էներգիա։ Աղեղնավորների համար հունիսը այն ամիսն է, երբ նրանց քաջությունն ու ինքնավստահությունը կհանգեցնեն կարևոր փոփոխությունների եւ հաջողությունների։ Ժամանակն է համարձակ քայլերի եւ ձեր խորագույն ցանկությունների իրականացման։ Ձկները հատուկ աջակցություն կզգան Յուպիտերից խեցգետնի մեջ, ինչը կբարելավի նրանց ինտուիցիան եւ հոգեվոր որոնումները։ Աղեղնավորի համաստեղության մեջ լիալուսնինը կօգնի նրանց հասկանալ իրենց իրական արժեքները եւ որոշել կյանքի նոր ուղղությունները։ Արևադարձը կլինի ներքին հավասարակշռության եւ նորացման պահ, հնարավորություն տալով սկսել զարգացման նոր ցիկլ։ Ձկների համար հունիսը այն ժամանակն է, երբ նրանց երազանքներն ու հոգեվոր ձգտումները կդառնան իրականություն, իսկ ներքին աշխարհը ուժի աղբյուր։